Երեք սիրված երգիչ երջանկայի շատակ Հայկոյի որդու Արմանի ծննդյան տարեդարձներ։ Հայկոյի մայրը տիկին Սուսաննան ինստագրամյան էջում հրապարակել է թոռնիկի հետ լուսանկար, ջերմ ու հուզիչ խոսքեր հղելով նրան։ Իմ արև, իմ կյանք, իմ սիրուն թոռնիկ, Արման ջան, շնորհավորում եմ ծնունդդ, մաղթում եմ, որ քո կյանքի բոլոր օրերը լինեն մեկը մյուսից լավը։ Թող քո սիրուն ժպիտը միշտ շողա քո դեմքին, Աստված տա, մի օր անպայման կհանդիպենք, քեզ շատ եմ սիրում, գրկում եմ պինդ ու պինդ, նշել էր Հայկոյի մայրը։ Հիշեցնենք նաև, որ 2021 թվականի սեպտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ Հայկոն ծայրահեղ ծանր վիճակով հիվանդանոց է տեղափոխվել։ Պատճառը կորոնավիրուսն էր։ Երգահանի թոքերն ախտահարված էին գրեթե ամբողջությամբ։ Մի քանի օր պայքարելուց հետո լսվեց երիտասարդ ու սիրված երգչի մահվան բոթը։ Հայկոն մանկուց զբաղվել է երաժշտությամբ, ավարտել է Երևանի Չուխաջանի անվան երաժշտական դպրոցը, Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, Կոմիտասի պետական կոնսերվատորիան։ Հավելենք նաև, որ երգիչ Հայկոյի նախկին կինը երգչուհի Անահիտ Սիմոնյանը սրտի տանիքներով հաղորդման ընթացքում պատմել էր իրենց ամուսնալուծության պատճառների մասին։ Նա նշել էր հետևյալը. «Ես հասկացա, որ էլ իրեն չեմ խանդում, ինձ չգնահատված է զգում», Ինստագրամում հրապարակված անոնսում պատմել էր Անահիտը։ Նա նշել է, որ ամեն օրն ապրում է այնպես, կարծես իր կյանքի վերջին օրն է։ Գնում եմ Հայկոյի մոտ ու շատ երկար խոսում եմ իր հետ։ Հիմա ես հասկանում եմ իր խորհուրդների խորությունը, պատմել էր երգչի նախկին կինն ու ընդգծել. Հայկոն եղել է կատարյալ հայր, նրա նման հայր ինքը դեռ չի տեսել։ Իսկ բուն հաղորդման շրջանակներում Անահիտ Սիմոնյանը խոսել էր իր ու Հայկոյի ամուսնալուծության, Հայկոյի մահվան ու դրա պատճառների մասին։ Star News-ը ձեզ ներկայացնում է նաև այդ հարցազրույցից հատվածներ։ 2 տարի ես ու Հայկոն ապրել ենք մի տանիքի տակ, բայց բաժանված ենք եղել։ Բաժանման մասին չհայտարարելու միտքը եղել է հանուն Արմանի և ավելորդ խոսակցություններից խուսափելու համար։ Ամուսնալուծության միտքը շատ անգամ է եղել մեր ընտանիքում ու ոչ միայն ինձ մոտ։ Մեզ մոտ լինում էին տարբեր բարդ շրջաններ, բայց անընդհատ փորձում էինք հաղթահարել դրանք ու այդ ամենի միջով պատվով անցնել։ Բայց եկավ մի պահ, երբ որոշեցի, որ այլևս չեմ ուզում խաղալ երջանիկ ընտանիք, պատմել էր Անահիտը։ Նա նշել էր, որ ամուսնության վերջնակետն իր համար դրվեց այն պահին, երբ հասկացավ, որ Հայկոյին էլ չի խանդում։ Նա պատմել է, որ մի օր հասկացավ, որ Հայկոյի հետ լավ ընկերներ են, բայց ոչ կին ու ամուսին։ Անահիտը նաև պատմել էր, որ ամուսնալուծությունից հետո էլ շարունակել է Հայկոյի հետ լավ հարաբերություններ ունենալ։ Նա նշել էր հետևյալը. «Երբ իմ կյանքում լավ բան էր լինում, առաջինը նրան էի զանգում, նույնն էլ Հայկոն։ Մինչև իր վերջին շունչը իրար հետ եղել ենք կապի մեջ», պատմել էր Անահիտ Սիմոնյանը։ Դիզայները նաև խոսել էր Հայկոյի մահվան պատճառների մասին։ Քովիդի շրջանում Հայկոյի կողքին կար կին, ու այդ կինը որոշել էր, որ ինքը դոկտոր պրոֆեսոր է, ու չգիտեմ, թե ինչպես է նրա խիղճը հիմա հանգիստ։ Այդ կինը ուներ ընկերուհի, որը ինչ-որ մեկին բուժել էր, ինչ-որ մեթոդով, ու այդ կինը որոշել էր, որ այդ բուժման մեթոդը համապատասխան կլինի բոլորի համար։ Հիվանդանոցում Հայկոյին ասացին, որ նրան մեծ քանակությամբ հորմոններ են սրսկել, ու դա արգելված էր նրան։ Այդ կինը Հայկոյի շրջապատի մտերիմն էր, ու այդ պատճառով ոչ ոք այդ սխալի մասին չի խոսում հիմա։ Եթե Հայկոն ճիշտ բուժում ստանար, այդպես չէր լինի։ Ես ուզում էի դատի տալ այդ աղջկան, բայց հետո, երբ իմացա, որ արտաշիրումում պետք է արվի, հրաժարվեցի այդ մտքից, պատմել էր Անահիտ Սիմոնյանը։ Անահիտը նաև պատմել էր, որ քովիդի ժամանակ, երբ Հայկոն մեկուսացած էր այդ կնոջ հետ իր ստուդիայում, զանգահարել է իրեն ու դեղ խնդրել, ու երբ ինքն արդեն դեղը տարել է Հայկոյի մոտ, Հայկոն զանգահարել ու ասել է, որ արդեն շտապօգնության մեքենայի մեջ է ու չի կարողանում շնչել։ Ես կարողացա Հայկոյին վերջին անգամ տեսնել հիվանդանոցում, նա հազիվ ինձ ճանաչեց, բայց երբ ճանաչեց, հարցրեց. «Ինչի եմ եկել, կվարակվեմ», պատմել էր Անահիտ Սիմոնյանը։ Նշենք նաև, որ Հայկոյի մահից հետո Անահիտ Սիմոնյանը բավական ծանր վիճակում էր։ Նա մի քանի ինստագրամյան գրառում է արել ու դիմել Հայկոյին։ Գրառումներից մեկում նա նշել էր, որ որդին դեռ չգիտի հոր մահվան մասին։ 2 գրառման վերջում էլ նա ներողություն է խնդրել Հայկոյից։ «Դու միշտ կատակում էիր, որ արդեն մեծ ես ու չես ապրի մինչև Արմանի հարսանիքը։ Ինչու այդպես կատակեցիր։
և ինձ մենակ թողեցիր այս հսկայական ու դաժան աշխարհում։ Մեզ թողեցիր առանց հենարանի, առանց թիկունքի, առանց իմաստի։ Ես երբեք չեմ կարողանա լրացնել քո տեղը մեր երեխայի սրտում, և չգիտեմ, թե ինչպես նրան ասեմ այդ մասին։ Շատ եմ վախենում։ Դու բուժքույրին ասում էիր, որ ես ուժեղ եմ։ Ես ցանկացած հարց կլուծեմ, բայց դու չէիր հասկանում, որ ես ուժեղ էի, երբ զգում էի, որ դու կաս, որ եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, Արմանը հայր ունի, և նա երբեք թույլ չի տա, որ որդուն նեղացնեն։ Առանց քեզ ես թույլ եմ ու անզոր, ես չեմ կարողանում ասել Արմանին։ Ես նրան փակել եմ տանը, որ դրսում որևէ մեկը նրան չասի այդ մասին։ Ես տեսնում եմ, թե ինչպես է նա ապրում իր մանկական կյանքով ու գաղափար անգամ չունի, թե ինչու են բոլորը սգում։ Եվ ես չեմ կարող նրան այդ մասին ասել։ Պարզապես չեմ կարող։ Ինչու դա թողեցիր իմ ուսերին։ Ինչու։ Բոլորը հիմա ասում են, որ ես պետք է ուժեղ լինեմ։ Պետք է և մայր լինեմ, և հայր։ Բայց ես չեմ կարող փոխարինել քեզ։ Ինչու է Աստված լավագույններին տանում։ Ինչու։ Ես չեմ կարողանում գտնել այս հարցի պատասխանը և երբեք չեմ կարողանա։ Հանգչիր խաղաղությամբ, բայց խոստացիր միշտ լինել մեր կողքին։ Դարձիր մեր պահապան հրեշտակը, իմ ամենահարազատ մարդ։ Ների՛ր ինձ։ Առաջին հրապարակմանակից գրել էր Անահիտը։ Երկրորդ գրառումն Անահիտ Սիմոնյանը վերնագրել է այսպես. Նամակ քեզ, Հայկոս։ Ես գիտեմ, որ դու ինձ լսում ես։ Ես գիտեմ, որ դու միշտ մոտ կլինես ու կհուշես ականջիս, թե ինչպես վարվեմ Արմանի հետ, քանի որ միայն դու էիր հասկանում նրա լեզուն։ Դու մինչև վերջ հաշտեցնում էիր մեզ, ասելով, որ 2 երեխա ունես։ Երբ վիճում էինք նրա հետ, միայն դու էիր կարողանում հաշտեցնել մեզ։ Զանգում էիր ինձ ու ասում. անկախ ամեն ինչից, քնքուշ եղիր հետը, գնա, գրկիր, համբուրիր նրան։ Հետո զանգում էիր Արմանին ու ասում. մայրդ իրավացի է։ Գնա, գրկիր, համբուրիր նրան, դու փոքր ես, դու որպես տղամարդ պիտի առաջին քայլն անես։ Չնայած մեր անձնական թյուրըմբռնումներին, մենք միշտ միասին էինք, և դա երբեք չէր հեռացնում մեր հոգիները։ Դու արթնանում էիր, զանգում էիր ինձ, ես էի արթնանում, քեզ էի զանգում, և մինչև քո վերջին օրը մենք զգում էինք, որ աշխարհում ավելի հարազատ մարդ չկա, և չի կարող լինել որևէ մեկը, ով կկիսի մեր ուրախությունը կամ էլ տխրությունը։ Այնպես որ ոչ ոք չի կարող հասկանալ ու զգալ այն ցավը, որն իմ սրտում սպի կդառնա ընդմիշտ։ Ես չեմ կարող մեր երեխային նվիրել այն հույզերը, որոնք դու էիր տալիս, քանի որ ձեր կապն ուրիշ էր։ Դուք որպես մեկ ամբողջություն սիրում էիք իրար ու կատակում, թե ես կրկին կխանդեմ։ Թող որ ես խանդով ապրեի ձեր սիրո հանդեպ, բայց քո ներկայությամբ։ Երանի կարողանայի օգնել քեզ, բայց չկարողացա։ Ների՛ր ինձ, որ չկարողացա։ Եզրափակել էր երգչուհի Անահիտ Սիմոնյանը։